Առնվազն 11 զոհ կա Կիևում, մեկ շաբաթվա ընթացքում ռուսական ուժերի երրորդ ինտենսիվ հարձակման հետևանքով։ 46 մարդ վիրավորվել է, այդ թվում 5 երեխա, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Թիմուր Տկաչենկոյի տվյալով բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Ամենածանր իրավիճակը Կիևի շրջանի Դարնիցկի և Պոդոլսկի շրջաններում է։ Հրդեհ է բռնկվել Կիևի Դարինսկի շրջանի 30 հարկանի շենքում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են Կիևի մարզի ավելի քան 20 վայրերում։ Արտակարգ իրավիճակների ջոկատները մի քանի շենքերի փլատակներից դուրս են բերել բնակիչներին, ասել է Կիևի քաղաքապետը։ Վիտալի Կլիչկոն հայտնել է, միայն Պոդոլսկի շրջանում 4 բնակելի շենք է թիրախավորվել, որոշ բնակարանային համալիրներում հրդեհներ են բռնկվել։ Ուկրաինայի կառավարությունը հորդորել է Կիևի բնակիչներին փակ պահել տների պատուհանները օդի որակի վատ թարացման պատճառով։ Ռուսաստանի զինուժը հարվածել է Կիևի և շրջակա շրջանների ռազմաարդյունաբերական և վառելիքաէներգետիկ օբյեկտներին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այս գիշեր լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել ի պատասխան Կիևի Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների, հեռահար, բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով։ Վերջին հարձակումներից մի քանի ժամ առաջ Զելենսկին զգուշացրել էր, որ Մոսկվան պատրաստվում է Կիևի վրա մասշտաբային հարվածների, հինգշաբթի 30 մարդու կյանք խլած հարձակումներից հետո։ Ուկրաինայի վրա ուժգին հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ լուրերի, բանակցություններ կվարի Թրամփի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով։ Սպասվող Զելենսկի-Թրամփ հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահը նորից կոչ է արել դաշնակիցներին չհետաձգել հեռահար հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Կիևին, Ռուսաստանի մահացու հարվածներից պաշտպանվելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։